Բարև Ժողջան, ձերդ ես եմ Gave Games-ը ու դուք ուղղակի նայեք, թե ինչ հզոր բունկեր են քարել գյուղացիներով։ Հիշում եք, որ նախորդ սերիայում ասեցի, որ մոտակայքում ատոմակայան է պայթել ու հիմա ռադիացիա է դուրսը։ Այս բունկերը հատուկ այնպես է սարքած, որ ռադիացիան իր մեջ չանցնի։ Եկեք հիմա բացենք դռները։ Այստեղ արինքից էր, այսի ջարդենք ու մտնենք։ Տենց եմ արել, որ ուրիշներ չկայանան մտնելու ձևը իմանան։ Հիմա այս ռիչագը սեղմում ենք ու դռները բացվում են։ Եկեք գնանք տեսեք։ Այսի դնենք, սենց ծածկենք էլի։ Ու գնացինք, տեսեք բացվել են։ Նայեք մի հատ ինչ սիրուն ու հզոր բունկեր է։ Մի հատ եկեք գնանք փակենք այս դուռը։ Այս կառավարման գլխավոր սենյակն է։ Հեսա, փակենք դուռը։ Ու հիմա ես ձեզ ցույց կտամ մեր բունկերի բոլոր սենյակները։ Ժիծիլները արդեն եկել են ստե, հեսա նայեք, ֆրֆռում են իրանց համար։ Ամեն մեկին մի սենյակ հատկացրել ենք։ Իմ կարծիքով այս ամեն ինչը արժանի է լայքի։ Մի հատ հիմա դե միացին բաժանորդագրվում եք հալիքին, լայք եք դնում ու ես սկսեմ ցույց տալը։ Եկեք սկսենք այս սենյակից։ Չէ, եկեք լավ այս կառավարման սենյակից գլխավոր ցույց տամ։ Էսա, ստեղով ամեն ինչ մենք կառավարում ենք, հեսա, նայեք, ստե համակարգիչներ են դրած։ Այս ռիչակներով մենք կարողանում ենք դուռը բացենք, փակենք, լույսերը անջատենք։ Հեսա, նայեք, լույսերը կանջատվեն լրիվ։ Հեսա։ Տեսակ։ Հիմա որ միացնենք այս ռիչակները, արդեն կմիանան լույսերը։ Շատ հզոր բունկեր է էսի, էլի մի խոսքով ժողովուրդ։ Հիմա եկեք մյուս սենյակը, որը ցույց տամ հիմա։ Եկեք հայ էսի։ Էս մեր մոտի բաղնիքն է, ժողովուրդ, հեսա։ Կաբինկեքով, ստե լվացարանն է։ Հեսա, մի խոսքով ստեսի մեր բաղնիքն է։ Եկեք հիմա գնանք, ինչը ձեզ ցույց տամ, ննջասենյակները։ Այս հատվածում կա 3 հատ ննջասենյակ, այս մեջտեղին իմն է։ Հիմա եկեք էսի ցույց տամ, նայեք ինչ սիրուն սարքած է, հեռուստացույցով, գրքերով, բանով, մասճակալները, բան։ Եկեք այս մեջտեղինը իմն է, նայեք ժողովուրդ, էսի իմ ննջասենյակն է։ Ստե ես ամեն ինչիմ ձև եմ դասավորել, մի քանի հատ սունդուկ եմ արդեն դրել, որ իմ իրերը սաղ լցնեմ մեջը։ Ու այս երրորդ ննջասենյակը մնաց, որը համարյա ոչ մի բանով էլ չի տարբերվում ու երևի կարիք չկա էլի մանրամասն բացատրեմ ամեն ինչ։ Ժողովուրդ, հիմա եկեք գնանք իմ ու ժիծիլների ամենասիրած տեղը ձեզ ցույց տամ։ Եկեք, այս տեյա։ Էսի իմ ու ժիծիլների ամենասիրած տեղն է։ Մտնում ենք ու հլնայիք ինչ հրաշքա։ Ստե բույսեր են աճացնում ժիծիլները, ստե մենք ուտելիքներ ենք հեփում տարբեր, երկաթ ենք հալացնում ու էլի լիքը բաներ ենք ստե անում։ Դրանից բացի եկեք ձեզ ցույց տամ հիմա, թե ինչեր ենք մենք աճացնում։ Կարաք տեսնեք, որ ամեն ինչ համարյա աճացնում ենք, էլ տրասնիկ, էլ, չգիտեմ, ծաղիկներ, ցորեն, բան, ամեն ինչ աճացնում ենք։ Այստեղ էլ մեր սունդուկներն են, որտեղ մենք այդ ամեն ինչը պահում ենք։ Հիմա եկեք գնանք ձեզ մեր պահեստը ցույց տամ։ Պահեստում մենք ապահում ենք ամեն ինչ, ինչ որ այն գյուղից բերել ենք մեր իրերը բան, հələ որ պահեստում ենք լցրել ամեն ինչ, մինչև ժիծիլները դասավորեն։ Արա նայեք, ժողովուրդ, արդեն կատու են բերե պահում ժիծիլները ստեղ։ Էսա, շատ լավ է, ինչքան կարան թող բերեն պայն, կատու, շուն, կենթաններ տարբեր։ Մի խոսքով էսի մեր պահեստն էր։ Ստեղ ժիծիլները հավաքվում են, մեկ-մեկ խոսում են, բան են անում, տարբեր խաղեր են խաղում այս սեղանի շուրջ, այդքան հետաքրքիր բան չկա այս սենյակում։ Մի խոսքով ձեզ արդեն համարյա ամեն ինչ ցույց եմ տվել, ինչը մնաց։ Հա, եկեք ձեզ մեր գրքերը ցույց տամ, նայեք ինչքան գիրք կա, ինչքան գիրք ենք բերել գյուղից, որ կարդանք։ Էլ ինչը կարամ ցույց տամ։ Լավ, մի խոսքով էլ բան չմնաց ձեզ ցույց տալու։ Եկեք ես հիմա գնամ լավ ուտելիք պատվիրեմ բերեն, որ մի քիչ պահեստներ լցնեմ, թե չէ պահեստները լրիվ դատարկ են, բան չկա ընդհանրապես, որ բոլորով կանանք սնվենք, էլի ժիծիլներն է։ Լավ դե ես գնամ պատվիրեմ, հենց հասնի ձեզ կմիանամ միանգամից։ Ժողջան, հես արդեն պատվիրածս ուտելիքները հասել են։ Եկեք գնանք արագ դուռը բացենք ու գնանք վերցնենք արդեն։ Լիքը ուտելիք եմ պատվիրել եւ մի ամիս կհերիքի որ բոլոր ժիծիլները սնվեն։ Հես արդեն բերեցին։ Ժող նայեք հլի ինչքան ուտելիք եմ պատվիրել։ Իդեպ, այս քանի օրը լիքը տարբեր բաներ պիտի զակաստամ ռադիացիայի դեմ, ֆիլտրներն են այս բունկերը մի քիչին, ֆիլտրները պիտի փոխենք, տարբեր հակագազեր, տարբեր շորեր պիտի զակաստանք, որ չրադիոհարվենք, էլի։ Թե չէ, հեսա այս քանի օր այս ռադիացիան ունեցա խստելու, որ առանց հատուկ շոյերի հելնենք դուրս, միանգամից կրադիոհարվենք։ Լավ, եկեք արագ հավաքենք այս ուտելիքները, որ արդեն տանենք տեղադրենք մեր պահեստում։ Այս սունդուկն եկեք ջարդենք, ընդ կարող մարդ ես, պահեստում պետք կա։
Ժող մի հատ հենց հիմա իջեք մի հատ կոմենտներում գրեք թե ինչ կենթանի բերեմ պայեմ։ Օրինակ հենա տեսանք ժիծիլները կատու էին բերե պայում, կաղա շուն բերեմ կամ ես է կատու բերեմ, կամ ինչ որ ուրիշ կենթանի բերեմ պայեմ։ Մի հատ գրեք էլի կոմերում։ Հա, այս դռներն է պետքա փոխվի, թե չէ ջղայնացնում է անընդհատ, որ անընդհատ պիտի կպրես այդ կնոպկին ու արագ մտնես։ Մի քիչ նույնիսկ ուշանում ես միանգամից դռները փակվում են էլի։ Պիտի թազուս կպնես կնոպկին։ Ժողովուրդ, նայեք, լրիվ տեղերը խառնում եմ, այս է բաղնիքն է։ Պայստը որ մասում էր, այս մասում էր, չէ ոնց որ հա։ Թե չէ։ Չէ, այս մասում չէր, բայց չէ, լավ, ստե չդնենք, մտածեցի կարող ստե դնենք։ Եկեք տանենք դնենք այն պայստ։ Տես որ ես է նոր եմ եկել բունկեր, ժիծիլները մի քիչ շուտ էին եկել, ես հələ գյուղում էի, մնացած գործերն էի անում։ Հələ տես լավ չեմ սովորել, էլի այս բունկերի տեղերին բոլոր։ Ահա, հիմա դնենք սունդուկները սրանք։ Ու հա, ժողովուրդ, մեկ է կոմենտներում կգրեք, թե ինչ էր պատվիրեմ բունկերի համար ու եթե կուզեք գրեք, թե ինչը փոխեմ բունկերի մեջ։ Օրինակ աղա մի բան անհարմար լինի, էլի, օրինակ դռները հաստատ փոխելու եմ, ֆիլտրներն եմ թարմացնելու փոխեմ։ Տենց լիքը մանր-մունր բաներ կա, էլի փոխելու։ Այս ռադիացիան է, որ անցավ, արդեն այս բունկերը երևի ծախենք կամ կարանք թողենք էլի, մարդես կաղա հետո էլի մի բան լինի։ Հա, ամենայն հավանականությամբ երևի թողենք։ Եկեք այս սունդուկը ստե արենք մի տեղ դնենք, այստեղ օրինակ։ Լավ, կոմերում կգրեք, ծախենք թե թողենք այս բունկերը, կաղա հզորացնենք այս բունկերը կամ էլի ինչ-որ բան անենք վրան։ Լավ, մի խոսքով Ժող ջան, կոմերում գրեք ձեր կարծիքները, բաժանորդագրվեք ալիքին ու եթե ձեզ այս վիդեոն դուր եկավ, անպայման լայք կդնեք։ Բոլորիդ հաջողություն։